Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել մեկ պատմական առումով, մեկը շատ անձնական ինձ համար նույնպես։ 92 թվականին 31 դեկտեմբերին մենք փորձում էինք նշել նոր տարին եւ հանկարծակի ճիշտ ժամը 12-ին այն ժամանակվա ալազան հրթիռ եկավ եւ Բաքվում պայթեց։ Դեռ շատ փոքր էր։ Ասեց, «Էս ինչ ալնելու»։ Ասեցինք, «Էս լավ ալինելու, որովհետեւ մենք վերցնելու ենք»։ Ոչ մեկի համար գաղտնի չէր, երբ որ այն ժամանակվա ընթացքում Շուշին դարել է ամենամեծ վտանգավոր կրակակետ նույնպես Ստեփանակերտի համար։ Եվ Շուշիի ազատագրումը ինձ համար շատ անձնական է, որտեղ տարիներ հետ մի անգամ ինձ հարցրեցին, ով է վերցրել Շուշին։ Ասեց երեխաները։ Որտեղ հարցեր տալիս էր ամեն մեկ իր տանը, ես ինչ ալնելու։ Ով է ազատագրել։ Կարամ ասել, հայ ժողովուրդը։ Այդտեղ մարդիկ կան, որոնք որ թե Շուշի ազատագրման, թե հետագա գործունեության վերաբերյալ ամենալուրջ մասնակիցն է։ Եվ ես հպարտ եմ այնքանով, որ մենք չենք հասկանում ինչ ասել է դաշնակցություն, բայց ուզում ենք ազատ լինել։ Այն ինչ որ բերեն մեզ տվել, դարել է այն ինչ որ մենք թե Շուշին ազատագրեցինք, թե ճանապարհ բացեցինք, թե կոչրինք։ Մի հատ շատ լուրջ պատմություն կա դրա մեջ։ Այս մեր հայությունը անընդհատ ինչու է ասեն սխմվում։ Վերջին մետաֆորան հետևյալն էր ինձ համար։ Մենք դարել ենք զսպանակ։ Ինչքան շատ են ճնշում, այնքան էներգիան կուտակվում է։ Եվ ես լուրջ հավատացած եմ, որ այդ էներգիան բացվելու է։ Եվ ինչ որ գրված էստեղ դա լինելու է։ Ժամկետի հարց է, ժամանակի հարց է։ Երբ ենք դա անելու, ոնց ենք դա անելու, ինչով ենք դա անելու, ով է անելու, ով է այդ լինելու այդ սուբյեկտը, որ կարողանալու հավաքել։ Ես կարող եմ ասել, որ այսօրվա տարուկես անց, երբ որ մենք հայտնաբերվել ենք Հայաստանում, կողքից փորձում եմ հասկանալ ինչ է կազմակերպվում, ինչ ձևով է ինքնակազմակերպման խնդիրը դառնում Հայաստանում։ Այս սերունդին արդեն չի հասնելու Շուշի ազատագրումը։ Դա ձեր սերունդի խնդիրն է արդեն դառնալու։ Եվ այդ տեսակետից այն ինչ որ այսօրվա վիճակում կատարվում է, դա ժամանակավոր է։ Ժամանակավոր է, որովհետև ոնց որ ասում է Սրբազանը, չարիք չի կարա հաղթի։ Շուտ թե ուշ դա լինելու է։ Մեր գործը լինելու է նա, որ պետք է դրան նախապատրաստվենք։ Ոնց ենք դա անելու։ Ինչով ենք դա անելու։ Մի բան, որ այսօրվա վիճակում չեմ նկատում հիմնականում Հայաստանում, չեմ նկատում։ Մի մասը հանձնվել է, մյուս մասը այն կրակը, որ մեջ պետք է լինի, դեռ չի դրսևորում։ Դա էլ է լինելու։ Երբ որ դա լինելու է փաստորեն ամեն ինչ։
մոտենում է այս ժամանակը, ես գուշակ չեմ, բայց գիտեմ, որ դա լինելու է, և պատահական չասցի, որ դեկտեմբերի 31-ին ես իմ տղիս դա եմ ասել, որովհետև ես Բերթաշենից չեմ, Բերթաձորից եմ, և հետարքրի նա էր, որ եղբայրս, որը որ ծառայում էր այն ժամանակվա սովետական բանակում, ընկել է գերի, փախել է գերությունից, հասել է մինչև Ֆրանսիա, կռվել է այնտեղ, եկել և ինչ որ ես իմանում եմ, ինչ ես տեսել եմ, տնից է գալիս, ստեղի հավաքածները, մարդիկ, որոնք որ կան, դղից պետք է ուժ ստանան, ընտանիքից պետք է ուժ ստանան և փոխանցել երեխաներին, ուրեմն ձեր հիմնական խնդիրը այսօրվա վիճակում, դա լուրջ մասնագետ դառնալն է, կրթվելն է, պատրաստվելն է, որ առանց այդ պատրաստվածության չի լինի հաղթանակ, իսկ որ դա լինելու է, ես ուղղակի վստահ եմ։ Երկրորդ բանը, որ ես կուզենայի այդ տեսակետից ասել, ներողություն եմ խնդրում, որ արժևորման խնդիրը այսօրվա վիճակում դա վերադարձն է, և բայց թե ոչ թե պետք է դնել քո առջև գերխնդիր, և այդ գերխնդիրը այսօրվա վիճակում միակ քաղաքական կուսակցություն, որ դա անում է, դա հայ հեղափոխական դաշնակցությունն է, իր լոզունգի մեջ գրած, ազատ, անկախ, միացյալ, բայց հիշենք, այսօրվա մենք զսպանակի մեջ չենք, այդ զսպանակը թույլ չպետք է տանք, որ ջարդվի վերջնական, որովհետև մեր թշնամիները շատ են հզոր և դարիների ընթացքում դա անում են, չի ստացվելու, որովհետև հայկական գենը շատ ուժեղ է, հնարավորությունը հայկականության մեջ շատ հզոր է, անսահման է մեր ուժը և երբ որ արդեն վերադառնանք, չասենք, որ հաղթանակ է, վերադառնալուց շուշիտ չասենք, որ հաղթանակ է, հաջողություն է, որովհետև գերխնդիրը շատ ավելինն է, շնորհակալություն։